Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բրիֆինգում անդրադարձել է իր եւ 10 եպիսկոպոսների կողմից ստորագրված հայտարարությանը։ Սերժ Սարգսյանն էլ հեռանալու մտադրություն չուներ, բայց ստիպված հեռացավ։ Կտրիչ Ներսիսյանն էլ ստիպված կլինի հեռանալ, շեշտել է նա։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 4066 ընտանիք ստացել է բնակարանային աջակցության հավաստագիր։ Նշվում է, որ նրանցից 1768-ն արդեն իրացրել է հավաստագիրը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում մի ընտանիք չկա, որից հեծը նախկին կառավարիչների օրոք փող չի գողացել, մի այդպիսի ընտանիք չկա, մի այդպիսի հիմնարկ չկա, ասել է նա, շեշտելով հեծում չկան մասնավոր միջոցներ։ Հեծում գործում է էլեկտրաէներգիայի սակագինը, որի համար վճարում ենք մենք քաղաքացիներս։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հուշագիր, որով դադարեցվում է ԱՄՆ անդամակցությունը 66 միջազգային կազմակերպություններում։ Այս կազմակերպություններից 31-ը գործում են ՄԱԿ-ի հովանու ներքո, 35-ը դրանցից դուրս։ Սպիտակ տան տվյալներով դրանք բոլորն այլևս չեն ծառայում ԱՄՆ շահերին։ ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայում իրականացված ռազմական գործողության հետևանքով զոհվել է 100 մարդ, այս մասին տեղեկացնում է Reuters-ը, հղում կատարելով Վենեսուելայի արտաքին գործերի նախարարին։ Մինչ այժմ Կարակասը չէր հրապարակել զոհվածների թիվը, սակայն երկրի բանակը ներկայացրել է 23 զոհվածների ցուցակ։ UFC ռուսաստանցի մարտիկ Շարաբուտդին Մագոմեդովը, որն առավել հայտնի է Շարաբուլետ մականունով, մանրամասներ է հայտնել Երևանում կայացած մրցաշարի ֆինանսական կողմի մասին։ Մարտիկը խոստովանել է, որ Արման Ծառուկյանի դեմ գրեփլինգի կանոններով մենամարտի համար ստացել է իր կարիերայի ամենաբարձր վարձատրությունը։